կարող է այսօր ծնվի։ Բավականին Հա, հեռախոսը միացրած պահ է։ Հեռախոսը Լուրջ եմ ասում։ ոնց որ չէի օգտագործում այդ թրակ լինելը։ Կարող գնանք գլենդել։ Որոշեցիք, որ մոտիկ լինի Հա, տանը։ մոտիկ լինի։ Գործ որ չլինի, դռները փակենք գնանք տուն։ Մի քիչ հետո մեզ միացավ Les Mis Burger-ը։ 25 թվականին մենք ամիս ունեցանք, we hit $100,000 in sales։ Այս վերջերս էլ we hit $1 million in sales։ Շատ կարևոր բառեր ասեցիք, ես family-շին մենակ չթողեցի։ Շատ դժվար է այդ մեր առաջի տրակով, շատ ենք սխալվել, օրինակ շատ ենք փոխել ու այդ ամեն ինչը փոխա ժամանակա։ Հիմա կա մեկը ում դուք օրինակ կդիմեիք ու կասեիք, ձեր որ հյուրն ա եղել։ Մենք բավականին մեծ ենք catering ոլորտում, Ձիար Շավարանի հետ մեծ համագործակցություն ունենք։ Հիմա Family Cafe-ն Organics-ում մենք գաթա չունենք։ չէ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ, հետ բերեք գաթան։ Հետ բերեք։ Իդեպ ինչ Միացյալ Նահանգներում եմ ապրում, շաքար բացարձակ չեմ օգտագործում։ Իսկ հիմա իմ տեսած առաջի տրակն է, որ ուներ այդ self-ordering screen-ը, մի քանի ամիսներ էլ Brand Park-ում ենք եղել։ Այ այդ парքի մասին էր խոսքը, որ ասացի։ Երեխաները միանգամից թեքվում են ու ասում են «Մամա, ice cream», բայց այս մեղուները հայ չեն։ Մեղուները իտալացի են։ Միասին menu.am.com նոր հարթակա չէ։ orders.com, այո։ Ողջույն ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ը։ Ես գիտեմ, որ դուք սպասում եք հերթական հետաքրքիր հյուրի, որպեսզի միասին բացահայտենք նրա գործունեությունը եւ իմանանք, թե ինչ է ստեղծել մեր հյուրը Լոս Անջելեսում, մեր հայկական համայնքում։ Այո, ճիշտ է, այսօր բացառություն չէ, բացառությունը միայն այն է, որ իմ հյուրը բավականին երիտասարդ է եւ արդեն գլխավորում է Family Coffee Shop եւ Organics-ը։ Ողջույն, Սերժ։ Ողջույն։ Սերժ, դուք ստեղծել եք Family Coffee եւ Organics-ը, ինչ է այն իրենից ներկայացնում։ Family Cafe-ն Organics-ը իրենից ներկայացնում է օրգանիկ, սուրճ եւ superfood սնունդ, սմուդիների եւ ասայի բոլերի տեսքով։ Family Cafe-ն Organics-ի առանձնահատկություններից, որ մենք բավականին մեծ ենք, ասենց ասեմ, catering ոլորտում, մենք ունենք եւ սկսել ենք թրակերից, հիմա արդեն ունենք 2 թրակ, որոնք կահավորված են եւ նաեւ Family-ը արդեն հասանելի է ամեն օր 801 North Brand հասցեում Glendale-ում մենք նոր եք բացել։ Այո, նոր բացեցինք մեր առաջի սրճարանը։ Արդեն հիմնական, որը մի տեղում է միշտ գտնվում։ Նախնական զրույցում պարզեցինք, որ դուք Միացյալ Նահանգներում եք 8 տարի արդեն եւ Family-ш հենց անունն էլ ենթադրում է, որ սա ընտանեկան բիզնես է, դուք այն սկսել եք ձեր կնոջ Լեյլայի հետ, ողջունում ենք Լեյլային, եւ իհարկե ձեր մայրը, ձեր եղբայրը, ձեր ընտանիքի անդամները բոլորն էլ իրենց մասնակցությունը ունեն այս բիզնեսի հիմքում։ Ուզում եմ, որպեսզի գնանք Հայաստան, այսպես ուղևորվենք դեպի Հայաստան, եւ սկսենք այնտեղից։ Նախ սկսենք նրանից, որ ես ծնունդով Միացյալ Նահանգներից եմ։ Այ ուզում էի, որ դա ասեիք, այստեղ եք ծնվել, հետո 4 ամսականում տեղափոխվել եք Հայաստան։ Այո, հիմա պիտի հարցնենք, թե ինչու որոշեցին ինձ 4 ամսականում տանել Հայաստան։ Չեմ հարցնի, որտեղ մաման է ձեզ տարել իդ, կհարցնեմ ինչու որոշեցիք այստեղ տեղափոխվել 17 տարեկանում։ Այո, որտեղ ունեի հերու հայացքներ կյանքին, նայում էի ու ուզում էի շատ նպատակներ ունեի այդ հնարավորությունը շատ հեշտ, այսինքն գալու Միացյալ Նահանգներ, հենց նահանգներն է այդ մեծ հնարավորությունները, այդ մեծ երկիրը որոշեցին։ Երևի դուք էլ լսած կլինեք մեր հայերի մեջ շատ տարածված, որ երբ որ երեխա պիտի ունենան, տեղափոխվում են Միացյալ Նահանգներ, երեխային ունենում են, հետո գնում են Հայաստան։ Ինձ միշտ հետաքրքրել է, հետո զավակը շնորհակալություն հայտնում է իր ծնողից, որ ունեցել է իրեն Միացյալ Նահանգներում, թե ասում եմ մամ ջան, ասենք ինչի համար ինձ ունեցար Ամերիկայում, հիմա ստիպված պիտի գնամ այնտեղ, իսկ ես ուզում եմ Հայաստանում լինել։ Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներից, որ
որ հենց այս ձևա դասավորվել իմ ճակատագիրը ասենց ասեմ, այո, ես ծնվել եմ ստեղ, ինձ տալել են Հայաստան, ես մեծացել եմ Էջմիածին քաղաքում, հաճախել եմ Ներսիսյան վարժարանը, երջանկահիշատակ պարոն Նահատակյանի հիմնած, հետո 5-րդ թիվ 5-րդ ռուսական ավագ դպրոցը ու ինչու եմ շեշտում այս դպրոցները, որ իմ համար շատ մեծ նշանակություն ունեն, ես հասկանում եմ, որ իրանք շատ մեծ դեր են խաղացել իմ կյանքում, թե ես ով եմ հիմա ու կրթությունը ձեր, այո։ Այո, կրթությունն էլ, իմ քաղաքն էլ, առաջ քայլերս արել եմ մեր մայրաթոր Սուրբ Էջմիածնում, այնտեղ եմ սկսել քայլել։ Ինչ բախտավոր եք։ Ու այո, հետո տենց ստացվեց, հիմա Լոս Անջելեսի իմ տունն եմ համարում։ Դուք եկաք այստեղ Լոս Անջելես ու շնորհակալ եք ձեր ծնողներին, որ այսպես դասավորվեց ձեր կյանքը։ Այնուհետև այստեղ ապրելով 1 տարի սիրահարվեցիք մի աղջկա, ով ապրում էր Հակառակ կողմում երկրագնդի հակառակ կողմում։ Ինչու։ Շատ հակառակ։ Ինչու դժվարությունները հաղթահարել սիրում եք աչքից։ Շատ դժվար էր իրականում, բայց դա ինչու չեմ կարող պատասխանել ինչու։ Դե հա հիմար հարց է, որովհետև ինչու, որովհետև սիրեցի Լեյլային։ Այո։ Իսկ Լեյլան գտնվում էր Սիրեցի Լեյլային ու ամեն ինչ արեցինք այդ միասնության համար։ Հետո ինչպես մտահղացում ծագեց այդ բժշկականի շեմին կանգնած տղայի մոտ այստեղ ստեղծել մի վայր, որը անմիջապես կապ ունի ուտելիքի հետ, սուրճի հետ, սպասարկման ոլորտի հետ։ Ես հասկանում եմ, որ ուզում եմ շուտ ընտանիք կազմեմ, ուզում եմ շուտ ու շատ երեխաներ ունենալ, ու ես հասկացա, որ պետք է զբաղվեմ բիզնեսով։ Որովհետև ընտանիքի մասին հոգ պիտի տանեք որպես ընտանիքի հայր, ճիշտ է, բավականին երիտասարդ, բայց ամեն դեպքում այդպես էիք որոշել ու շատ երեխաներ։ Այո։ Դա էլ է շատ գովելի փաստ։ Այո։ Հիմա կարծեմ երրորդին եք, չէ՞, սպասում։ Հիմա երրորդին ենք սպասում, հա։ Ուր որ այա։ Շատ լավ։ Արդեն երրորդ տղաս Հենրի Հովանեսյանը Տղա է նորից։ Այո, նորից տղա է, Հենրի Հովանեսյանը շուտով լույս աշխարհ գնա։ Աստված առաջ։ Աստված առաջ մեկ հաղորդման ընթացքում Ինչ։ լուրջ ստանանք։ Կարող է այսօր ծնվի։ Բավականին Հա, մոտ։ հեռախոսը միացրած պահ է։ Հեռախոսը։ Լուրջ եմ ասում։ Վախեցրիք։ Մարդ կա ում կարող է զանգել։ Լեյլայի ծնողները մեզ հիմա այցելել են, Հա, ծնողների հետ է, լավ։ Այո, քանի որ Լեյլայի ծնողները այստեղ են, մենք հանգիստ շարունակենք զրուցել։ Սերժ, գիտեմ պատմությունը, բայց ուզում եմ որպեսզի դուք պատմեք այդ գաղափարը, ինչպես սկսել Գառնու գաթայի հետ կապված։ Այո, գաթա հայկական սուրճ, որը արդեն ես առաջարկեցի, Լեյլան առաջարկեց, որ մենք թարմ տեսականիներ ունենանք, sense տակ գաթաների տարբեր միջուկներով։ Ինքը Գառնու տաճար էր, չէ՞, այցելել ու ոգեշնչվել էր այնտեղից։ Այո, մի քանի ամիս Լեյլան բնակվեց Երևանում մայրիկիս հետ։ Ու Լեյլան շատ տպավորվել էր այդ Գառնու գաթաներով, Գառնու գաթա այդ այդեան տվեց, ու ես էլ ասացի, դե ուրեմն անպայման սուրճ պիտի լինի իրար հետ։ Հետո ասենք լավ, ինչ ունենք մենյուում, սուրճ, գաթա, ոնց որ այդ ամեն ինչ համար ինչ որ տեղ չես վարձի, մանավանդ նոր սկսնակար ռիսկերը շատ ու որոշեցի ասենք ո թրակ եկեք բան անենք էլի, այսինքն փոքրիկ մեր չէ, մեզ փոքր տարածք է պետք։ Թրակը գնեցիք։ Այո, ու այտենց որոշեցինք ոնց որ կամ թրակի տարբերակը դիտարկենք, ես ունեի որոշակի գումար խնայած տարիների ընթացքում ստե աշխատած, որոնց ինձ թույլ տվեցին գնել թրակ, որը որ հիմա հասկանում եմ, որ շատ նաև ֆինանսական գրագետինքը որոշում էր։ Մենք չունենք փորձ ու սկզբից շատ բաներ իհարկե իդեալական չէին, շատ բաներ փոփոխվել է։ Նաև փոփոխվել է, թե որտեղ է մեր սրճարանը եղել, հասկանում եք, ու դա մեծ առավելություն տվեց ես հիմա եմ հասկանում, այսինքն որ դու մի բան անում ես մի ուրիշ ձևի, մի քիչ մի տեղի վրա ես կամ չի ստացվում մի քանի բան շտկում ես, բայց այս դեպքում ոնց որ կարող ես դուրը փակես, քշես ուրիշ տեղ։ Ուրիշ տեղ, մի քիչ ուրիշ նոր սկիզբ կարաս ունենաս, մի հատ լրիվ ուրիշ
community մեջ ու քեզ էլի նայում են որպես նորաբաց, չէ, այսինքն Սկզբնական ձեր location-ը որտեղ էր։ մեր ամենաառաջի location-ը, որտեղից ունենք մի քանի customer, որ միջև հիմա հաճախում են, որտեղ էլ որ կանգնել ենք, այն որ մի 1-2 հոգի են որ կան, որ միջև հիմա էլ, այսինքն մեզ գիտեն, հաճախում են, մեր ամենասկզբնական location-ը եղել է Sherman-Oaks Van Nuys Park-ի հարևանությամբ, դա Sherman-Oaks-ում է գտնվում, համարյա Van Nuys նեղմատ park կա։ Ես ու Լեյլան այդ ժամանակ այդտեղ էինք ապրում, Sherman-Oaks-ում էինք ապրում։ Որոշեցիք, որ մոտիկ լինի տանը։ Մոտիկ լինի, գործ որ չլինի, դռները փակենք գնանք տուն։ Ու չստացվեց այնտեղ։ Ստացվեց ինչքան որ այդտեղի բնարավորություններ են։ Ինքը շատ sense հանգիստ դատար կանաչ սինուն տեղ է, որ որոշեցինք այդտեղ կանգնել սկսել մի ամիս ու կես, հա, 2 ամիս այդտեղ կանգնեցինք, աշխատեցինք։ Հետո որոշեցինք, օքեյ, ժողովուրդ, մենք հայ ենք, մեր արածը հիմնականը հայկական է, ոնց որ միջև թե պիտի, ասենք, օտար ազգերին բացատրենք ինչա գաթան, ասենք կամ հայկական սուրճը, որը մենք ջազվեով պատրաստում ենք ավազի վրա, դայից եկա գնանք գլենդել։ Ու եկան գլենդել Central Stacker Ralphs-ի դիմացը կանգնեցինք, որը որ հիմա բավականին հայտնի այնտեղ տրակ ստապա, ես ուղղակի ուրախանում եմ, ասելով մի քանի տրակեր են կայնում այդ տեղում, որտեղ որ մենք առաջ անգամ կանգնեցինք, այն ժամանակ ոչ մի մեքենա չկար, այն ժամանակ գլենդելում էլ շատ քիչ էին տրակերը։ Հա Հոլֆիդի դիմացում կար շաուրման եւ կար Գլենոքսի վրա շաուրմա կար no name հայր չեն ռուսախոս ժողովուրդը նա իրան շաուրմաներ ու մենք կանգնելուց մի քիչ հետո մեզ միացավ Լեսմես բուրգերը Ռուբեն եղել է ձեր հաղորդմանը այո մեզ միացավ մենք երկուսով էինք այդտեղ բայց չէինք տեսնում ինչ որ կոնկրետ բրենդի բիզնեսի համար ինչ որ շատ պոտենցիալներ ամեն ինչ թողել է այսինքն կողքից ինչ որ բանով չեմ զբաղվել երբ որ family-ը սկսել է հենց մենակ ինքն է եղել։ Կա այնտեղ խնդիրներ, արդեն ֆինանսական էլ առաջանում, որտեղ մեծ investment էր արվել, իսկ return-ը, այսինքն այդքան մեծ չէր, բան չէր։ Ու մայրս այդ ընթացքում հիմա ասենց հետ եմ նայում, հիշում եմ, շատ խելացի կինա ինձ ասում էր, տղա ջան, այս tracking քաղաքերի վրա է, էլի, քո ինքը շարժական է, ոնց որ իր ամենամեծ առավելությունը էդ է որ ինքը դու կարաս այսինքն այսօր ստեղ լինես, վաղ արի, այսինքն նենց միջոցառումներ մանարի, չգիտեմ, գործեր մանարի, պիտի շարժվենք էլի մի տեղում ոնց որ մնում ենք։ Ու սկզբից ես բան չէի անում, որտեվ քեթրինգի վրա մենք տրակով սկսեցինք, բայց քեթրինգի վրա կենտրոնացած չէինք ընդհանրապես։ Մենք Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Այսինքն ձեզ առիթների ժամանակ կանչում էին, դուք տրակով վարում էիք դեպի օրինակ այդ տունը կամ ռեստորանը ու տալիս էիք սուրճը, գաթան։ Այո, ինչ որ կար ժամանակ մենյում ենք թարմ կամած հյութեր, սմուդիներ, այո, ամեն ինչը տալիս էինք, բայց հիմնականում մի տեղի վրա ես ուզում մնայի, որ consistent մենք այդտեղ լինենք, այսինքն ոնց որ չէի օգտագործում այդ տրակ լինելը։ Բայց մայրս ասում էր տղա ջան, օրինակ պիտի շարժվենք, էլ հավ մի օր որ արդեն որոշեցինք, okay, we're just looking for events. We're going to move around. Ու շատ սկսեցինք move around անել։ Իսկ ո՞նց եք որոշում, որ օրինակ այստեղ այսօր միջոցառումներին հետևելով, այստեղ այսօր մարդաշատ է, այստեղ այսօր միջոցառում կա ու գնում կանգնում եք այդտեղ։ Այդ ենք փորձել, բայց դա մի քիչ տենց չի աշխատում։ Գիտեք, վերջերս այգում էինք կեսօրին երեխաների հետ, մի քանի ընտանիքներով ու ընթացքում մի տրակ եկավ պաղպաղակներ, տարբեր ձեր ասած հյութերը քամած եւ այսինքն իրենք գիտեն շաբաթ կիրակի է մարդիկ դրսում են այգում են այդ ժամին գալիս են իրենց գործ անում ու բավականին մեծ հերթեր գոյացան լավ մարդը աշխատեց ու գնաց մեր համար առաջնայինը շատ բրենդինգը օրինակ նայեք տրակի վրա գրած չէր coffee մեծ գրած էր family
կամ գրած չէր այնց ինչ որ ice cream կամ shawarma, գրած էր family-իշ, cafe organic, սա ավելի փոքր տակը, ունենք կոմպլեքս մենյու, կային մի product չէր, simple չէր, այսինքն մարդը տեսնի, իմանա այսի ice cream-ի թրակա մոտիկան օգտվի կամ մեծ մի ամեն կողմերից գրած էր կոֆե, որ մարդը մոտիկանա կոֆեից օգտվի, դրա համար օրինակ այդ տեսակ մեր մոտ էլի դժվար է շատ ստացվում, որտեղ երբ որ դու հիմնական շեշտը դնում ես բրանդինգի վրա, չէ, այդ ամեն ինչը քիչ մոտեցումները այլ ձև է, քեզ պիտի ճանաչեն, քո բրենդը պիտի ճանաչեն, որ իմանան խեն օգտվում, թեպետ որ իմանան թե խեն մի քիչ ավելի թանկ վճարում, քան թե մի հատ ուրիշ թրակ, որի վրա գրված կներ կոֆեն, որտեղ մեր բրենդը ուներ արժեքներ, մեր սուրճը չէր կարա, մենք միակ օգտվում ենք օրգանիկ սուրճերից, այսինքն արաբիկա 100% օրգանիկ կաթերից ու այդ ամենի ինքնարժեքը բավականին բարձր է ստացվում, քան թե հիմնական լիքը ուրիշ, օրինակ թե կոֆեի թրակ լիներ։ Բայց այդ ամեն ինչը մարդիկ հասկանալու ու այդ ամեն ինչը ոնց որ ընդունելու դրանից օգտվելու համար քեզ մի քիչ ուրիշ ծավալի ստրատեգիա է պետք, օրինակ ասեմ ինչ է պետք է աշխատել Ordersco-ի հետ, հիմա շատ լավ է որ դուք այսօր իմ հյուրն եք, հետո հաղորդումից հետո կխոսեք, կաշխատեք, ձեր մասին կիմանան նաև տարբեր հարթակներում, ովքեր որ օգտվում են Ordersco-ից եւ դուք էլ սիրելիներս, եթե ցանկություն ունեք ծանոթանալու տարբեր ռեստորանների մենյուների հետ, ապա կարող եք այցելել menuam.com, ծանոթանալ եւ կատարել ձեր ընտրությունը հենց այնտեղից, որովհետեւ menuam այսպես օրգանացնում է, համակարգում է ամեն ինչ, ինչ որ կա իրենց էջերում։ Ես միշտ ման եմ գալի նոր հարթակներ, այո, բիզնեսը պետք է միշտ առաջ գնա։ Այո, պետք է միշտ առաջ գնա, պետք է միշտ կան նոր հարթակներ, որոնք որ օգնում են այդ հարցում, այո, համագործակցել։ Մենակ ինչ որ նույն տեղում կմնաս, պիտի շարժվես։ Ոնց որ family-ը շարժվեց ու եղան շատ ծանոթություններ, շատ կոնտակտներ, շատ դժվար տարիներ, 23 եւ 24 թվականները շատ դժվար էին այդ մեր առաջի տրակով, բայց քիչ-քիչ արդեն սկսեց բրենդը ծառայել իր նպատակին, որոշ transition-ներ եղան, փոփոխություններ։ Եվ դուք հիմա ունեք երկրորդ track-ը։ Եվ արդեն, այո, բավականին դժվարություններ հաղթահարելուց հետո 24 թվականից հետո, երբ որ արդեն մեր մոտ իրականում շատացան բավականին catering-երը ունենց տեղերում, որտեղ որ իրոք գնահատեցին այդ օրգանիկ սուրճը ու այդ superfood smoothie-ները ու սիրեցին 25 թվականին արդեն մենք վերցեցինք մեր երկրորդ track-ը 25 թվականի սկզբում բավականին հաջողակ տարի եղավ 25 թվականին մենք ամիս ունեցանք որտեղ մենք we hit $100,000 in sales մեկ ամսում վերջերս էլ we hit $1 million in sales մեկ ամսում չէ մեկ ամբողջ պատմության ընթացքում family ինչ լավ է այո Ինչ եք զգում այդ պահին, երբ հաջողությունը գրանցվում է։ Որ այդ տանջանքը ոնց որ իր նպատակին ծառայում է, դու ինչ եք ասում։ թաքցնի, արմանը մեկ նպատակներից մեկը, ամեն ինչ արվել է, որ այսքան իմ ընտանիքը ֆինանսական խնդիրներ չունենա։ Բացի այդ, իհարկե, որ լիարժեքության մի հատ զգացողություն կա, այո։ Իսկ օրինակ ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ձեր տարիքի են եւ ցանկություն ունեն նմանատիպ բաներ ստեղծելու։ Just do it. Just risk it. You're going to start somewhere. Պետք է անպայման շուտ սկսեք, իրագործեք։ Իմ տարիքը մի քիչ տարիքա, ինչ խելար բանել, ասենք, ուղղակի փչի պիտի անես։ Պիտի սխալվես, պիտի սկսես նորից։ Oh my god, շատ ենք սխալվել, օրինակ շատ ենք փոփոխել ու այդ ամեն ինչը փող է, ժամանակ է, բայց որ չանես, հա, չի երևա, ասենք, սկզբնական այդ իդեալական պատկերը բիզնեսի բան սկզբից չի լինում, բայց շատ կարևոր է սկսեք, մանավանդ երիտասարդներին իմ համար մեկ, այսինքն խորհուրդը, որ ռիսկի գնացեք, օքեյ, չստացվի, ինչքան վատ կարա չստացվի, գնահատեք այդ իրավիճակը, ասենք 1-ից 10, ասենք լավ ամենայն վատ ձևի, որ քո մտածածը, քո investment-ը կամ ինչ-որ գործ որ սկսես չստացվեց,
ինչ իրավիճակում կհայտնվես, չէ՞, այսինքն կհայտնվես այն իրավիճակում, որ օրինակ, եթե դա ասացիք, որ միակ բանն էր, որով զբաղվում եք, հա, աշխատում եք այդտեղ դրա վրա։ Եթե չէր ստացվում, այդ ամիս չկար գումար, պիտի վճարեք տան վարձը, ու մնացած բոլոր ծախսերը, որոնք որ ամեն ամիս գալիս են այստեղ, ու շատ դժվար է վճարել դրանք։ Բայց այդ ժամանակ ինչ անի մարդը։ Այդ ժամանակ ասում է լավ, դե չի ստացվում, գնամ միտեղ աշխատեմ մեկի մոտ։ Այդ տարբերակը լեն որ երկի ասենք ֆարկ աստու, չգիտեմ, չեմ կարծում էլ ինչ որ մեկը բիզնես սկսի ու չստացվի, կոպիտ ասած սոված մնա այդ մարդը։ Միտեղ մի գործի կմտես, ճիշտ է, մի քիչ ժամանակ է, նորից հետո ոնց որ հետ գաս էլի, կոպիտ ասած ինչ որ բան ես կորցնելու, բայց դիտի մի քիչ ուրիշ ձև է կանենք, չես կորցնում, բայց ինչքան որ էլի you gain the experience։ Իսկ արդյոք կարևոր է այն փաստը, որ կողքի տեղած մարդիկ էլ ովքեր քեզ ոգեշնչում են, ոգևորում են, շատ մեծ ու կարևոր դեր ունեն, հա։ Շատ մեծ կարևոր դեր ունեն։ Բայց նաև եթե դու entrepreneur ես, այսինքն կա քո մեջ այդ ձեռնարկա էլի հա այդ հոգին դու ուզում ես բիզնեսով զբաղվես, շատ կարևոր է ինքդ քեզ հավատաս, ամենակարևորը ես կասեմ, որտեվ ես ինչքան շատ սիրում եմ իմ ընտանիքին ու իրոք շատ են ինձ support արել այս ամեն ինչում, բայց ես տեսել եմ պահեր, դաժե օրերը չասեմ, ինչ որ մի հատ վատ օրվա մեջի մի պահ եղել այդ պահը տեսել եմ, որ իրանք էլ ասենք իմ բիզնեսին չեն հավատացել։ Կարող է ինձ հավատում էին, բայց այդ բիզնեսին հա չեն հավատացել, մտածում են ասենք օքեյ Սերժնա, Խելացիա կամ աշխատասերա կանի, ասենք կա family-ը փակվի, ուրիշ բանով կստեղծի։ Հենց family-ին, այո, ինչ որ պայա, բայց ես մենակ չեմ թողել family-ին, չենք իմ ոնց որ երեք խուպես ես հավատացեմ, որ շատ կարևոր է։ Որերով թյուրն եք ասում, որ ձեր երեխայի պես եք, ու ես հավատում եմ դրան, որ ծնում են, ստեղծում են, արարում են, հետո տալիս են ճանապարհ, ասում են գնա ու միշտ կողքին են։ Ու շատ կարևոր բառեր ասեցիք, ես family-ին մենակ չթողեցի։ Հիմա էլ դուք պիտի սկսեիք ընտանիքի անդամներին հուսադրել, որ մամ ջան, Լեյլա ամեն ինչ լավ կլինի կամ եղբորը չգիտեմ ովքեր որ կանգնած էին ձեր կողքին, հա։ Շատ կարևոր է որ հավատան, այո, բայց էլ եմ ասում ամենակարևորը որ մի հոգի էլ դու էլ քեզ մենակ հավատաս հերիքա, այն կողքից մի հոգի էլ, երկու հոգի էլ որ 5 հոգանոց ընտանիքը քեզ հավատա, դա իհարկե շատ մեծ ուժ է տալիս, եռանդա տալիս որ լավ կլինի ու այո, դա եղավ մեր դեպքում շատ ինձ օգնել են անունը որոշելից հենց մենք գործերով էինք family-ի հետ կապված լաունը չկար Լեյլան այդ ժամանակ հղի էր իմ մեր զույգերով ոնց որ սաղս այդ ամեզ երուզերի մեջ ենք ասենք ինչ դիտենք բիզնեսի անունը ընտանիք family-ш ընտանեկան հա ավելի հայերեն թարգմանության այո family-ш coffee and organics yes Սերժ իսկ այն դժվարությունները, որոնք որ դուք տեսաք այն 2 տարիների ընթացքում, հետո արդեն երբ ամեն ինչ լավ է, հիմա գոնե ստաբիլ է, ու դուք հիմնական տեղ ունեք Գլենդելում, ոնց հասկացա, թե էլի շարժվում եք, եթե լավ չի այդտեղ տարածքը փոխվում է։ Մենք հիմա մեր 2 թրաքերը, այսինքն մեկը մենք շատ մեծ համագործակցություն ունենք LACMA Museum-ի հետ, որը որ Los Angeles County Art Museum-ն է, այսինքն թրաքերից մեկը LACMA-ի coffee shop-ն է, LACMA-ում Հա, հիմնական այնտեղ է լինում։ Հա, հենց հիմա էլ այնտեղ է ու հենց հիմա այնտեղ սերվանում։ Մյուսը անում է catering event-ներ, այսինքն տարբեր տեղեր է լինում, տարբեր հավաքույթներ է սպասարկում, ունենք sporting event-ներուն օրինակ մեզ նշանակություն են տալի, այս weekend-ին հետաձգվեց Անջրի պատճառով, մյուսին Ձիար Շավարանի հետ մեծ, այսինքն համագործակցություն ունենք, տարին իրանք 10 մրցաշար են ունենում, բոլորը մենք սպասարկում ենք մի weekend 3 օրով ու տարբեր էլի event-ներ անում, իսկ Glendale-ի location-ը արդեն հիմնական մեր սրճարանն է, որը միշտ գտնվելու է, գտնվում է 801 North Brand հասցեում Equinox-ի հարևանությամբ, Equinox Gym-ը New York Life շենքի հարևանությամբ,
շատ սիրուն տարածք է դասեր անելու, գործեր անելու։ տարածք է։ Հա, տարածք է, որի այո, ինքը շատ հետաքրքիր կոնցեպտ է, ինքը մեր կոնցեպտի մեջ է մնացել, ինքը որովհետև էլի տեսքից ինքը truck է, trailer է, տեղադրված, բայց ինքը, այսինքն սրճարանի պես, հա, իր ամբողջ միացումները, բան, ինքը միշտ տեղ է, ինքը չի շարժվում տեղից, որովհետև թրաքերը իրանք, գիտեք, ասենք դու քո հոսանքով ջուրը միշտ լցվի, դատարկվի, այդ տեսակ ինքը լրիվ շարժական կոնցեպտ։ Չէ, սա արդեն ինքը ընդեղ է, ունի իր շրջակա տարածքը, այսինքն նստելու տեղեր, բացօթյա, շենքի ներսում էլ կարան մեր հաճախորդները, այսինքն ժամանակ անցկացնել reception-ում ու բավականին սիրուն լավ տարածք համեցեք։ Սիրով, իսկ երբ ոչ հայ հաճախորդներ են մոտենում, հետաքրքրված են, թե օրինակ ինչ է այդ գաթան, ինչպես է պատրաստվում կամ ավազի վրայի սուրճը։ Այդ մեր փոփոխությունները, որ ասում եմ, հիմա Family Cafe-ն Organics-ում մենք գաթա չունենք։ Չէ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ, հետ բերեք գաթան։ Հետ բերեք։ Այդ սկզբի մեջ կար։ Չէ՞ որ դա է եղել ձեր գաղափարը։ Այո, դա սկզբում եղել է, բայց շատ-շատ փոփոխությունների է ենթարկվել մեր բրենդը։ Տեսեք, միևնույն ժամանակ ես ասում եմ, որ հետ բերեք ու միշտ ունեցեք այդ գաթան, որ ձեզ ամենասկզբից, հա, օգնել է, որ այդ գաղափարը իրականացնեք։ Դրանով եք ոգեշնչվել։ Օրինակ ես հիշում եմ, որ երբ ես գովազդներ էի կարդում ու դա եղել է իմ առաջին հիմնական աշխատանքը, հետո արդեն ես շարժվել եմ առաջ, այսպես ասած, ու դա շատ չնչին փոքր գումար կարելի է ասել, որ մեզ վճարում էին։ Հիմա բոլոր դուբլաժ անողները կհիշեն, բայց ես երբեք այդ գործը չեմ թողել, երբեք, ես մինչև այսօր դրանով զբաղվում եմ։ Էլի դրանով չեմ ասում ահռելի գումարներ եմ վաստակում, բայց միշտ դա իմ սիրելին է ու երբեք մենակ չեմ թողնում այդ մասնագիտությանս։ Ինչ որ խորհուրդ կա դրա մեջ, չգիտեմ։ Ճիշտ է։ Իհարկե ձեր գործն է։ Օրինակ հիմա որաստիկ օրինակ մեր Glendale-ի location-ից ինձ թվում է կարանք ունենանք։ Մյուս location-ներում ինքը շատ մի քիչ պրակտիկ չեղավ, մանավանդ մեր շատ busy գործեր ունեցանք ամառվա ամիսներին ու տրակերում բավականին շոկ է լինում։ Ու հիմնական մեր, այսինքն, պահանջարկը չէ սառը խմիչքների, բանի, սմուդիների, ասայի բոլերի, որոնք էլի սառը տեսակի։ Գաթան մեծ սիրով եմ, որ շատ համով էր ստացվում, համոզվում եմ էլի որ բայց այսինքն ներսում բավականին բարձր ջերմաստիճան ալնում գաթա թխելու պատճառով, հետո մենք չենք սիրում, որ մնում էր, այսինքն ուզում ես թարմ 10 ամեն օրդերը, որը որ հիմա Family-շում տենց է, այսինքն բոլոր օրդերները պատրաստվում են այդ պահին, հա, order։ Իսկ ինչ է տալիս հենց հիմա ձեր Family Cafe-ն։ Family Cafe-ում կարող եք անուշանել օրգանիկ բարձր որակի սուրճ, Acai berry-ն ինքը հատապտուղ է Amazon-ից, Amazon-ի rainforest-ում աճում, ինքը nutritional շատ հարուստ, ունի բավական մեծ քանակով անտիօքսիդանտներ ու ինքը superfood է համարվում։ Acai bowl-երը մենք ունենք signature recipe-ներ acai-ի, մեր համադրություններն է, տարբեր մրգերի ու էլի superfood-երի հետ, ինչպիսին են օրինակ ծաղկափոշին, goji berries, chia seeds, ու նմանատիպ ինքը շատ nutritional հարուստ, օգտակար սննդի տեսակ է։ Family-շում please փորձեք մեր acai bowl-երը եւ ունենք նույն տեսակի սմուդիներ, որոնք ոնց որ meal replacing սմուդիներ են, պրոտեինով ու էլի շատ superfood-երով, վիտամիններով հագեցած։ Այսինքն մարդը եթե Equinox-ում գալիս է պարապելու, հանգիստ կարող է իջնել ձեզ մոտ վերցնել, հա։ Pre-workout սուրճ ունենա կամ matcha ունենա, matcha-ն հիմա շատ ոնց որ մեծ պահանջարկ ունի, այո, եւ մենք ունենք շատ համեղ եւ բարձր որակի matcha coming straight from Japan and yeah, it's very popular at Family and healthy.
Yes, and healthy and we sell yes a lot of matcha drinks. Ինչու որոշեցիք, որ պիտի սուրճը լինի օրգանիկ, ինչու որոշեցիք, որ պիտի առողջ սնունդ մատուցեք մարդկանց, հա։ Եթե սնունդ է, եթե մարդը ոնց որ Պիտի սնունդ է սնվի, ուզում հա։ ստանա, պիտի սնվի, իմ կարծիքով ավելի լավ է սոված մնա հաստատ, քան թե ուտի նենց բան, որ իրան էներգիա ուժ չի տալու։ Դուք ինչ եք սիրում ուտել։ Սիրում եմ ուտել ստեյք, ձուկ, ամեն ինչ ուտում եմ, օրը, բայց ես նաև անում եմ սովել եմ պահում ամսվա մեջ 2 օր, 24 ժամ։ Ընդհանրապես չեք ուտում։ Ընդհանրապես չեմ ուտում, մենակ ջուր եմ խմում։ Ինչի համար է դա ձեզ։ Դա օգնում է, որ արթնանա մեր մեջ այն գենը, որ մեզ 100,000 տարիներով եկել է, ու այսօրվա մարդը ժառանգությունն է մեր նախնիներին, որոնք այսքան օրեր ա եղել, օր չէ, օրեր են սոված մնացել։ Դրա համար չեն ունեցել ժամանակից շուտ ինչ որ առողջական խնդիրներ, որ այսօրվա մարդը ունի։ Հետաքրքիր է, այդ ուսումնասիրություններ եք արել, հա։ Հա, ինքս իմ անձնական, այսինքն որոշումը ձերն է այդպես։ Իմ ապրելակերպի մեջ, այո, եթե մի քիչ ավելի պարզ դարձնեմ ամեն ինչ, այսինքն իմ հանգստյան օրը կարա լինի արթնանալ, տաք ջուր խմել մի քիչ լիմոնով ու գնալ օվկիանոս սորֆինգով եմ նաև զբաղվում, որը բավականին էներգիա է տանում, կարելի ասել, հա ջրի մեջ սառը գտնվելը, ֆիզիկականը, քանի ժամ կարամ անցկացնեմ այնտեղ, ու դա կարա լինի հենց այն օրը, հա, ինչ որ սնունդ չընդունելու օրը։ Ձեզ զբաղեցնում եք ուրիշ բաներով, որպեսզի միտքը չհիշի ուտելիքի մասին, որովհետև դժվար է սոված մնալը։ Մանավանդ դժվար է մանավանդ կանանց եւ աղջիկների համար եկեք այդ ծև դնել։ Այո, կներեք։ Այո, Հիմա մենք ինչ անենք, որ մենք սորֆինգով չենք զբաղվում։ Զգում ասովացությունը 5 րոպե ժամանակ ունես, որ իրան ինչ որ լավ ուտելու տեղ ճարես։ Տեսեք, ես նկարահանումներից առաջ չեմ ուտում, օրինակ այսօր ոչինչ չեմ կերել, հավատում եք։ Տանից դուրս գալիս սուրճ էլ նույնիսկ առավոտյան եմ խմել, բայց մի այսքան շոկոլադ վերցրեցի, որտեղ տեսա դրած էր, ու դուրս եկա ու վերջ։ Ու կգնամ տուն մի բան կուտեմ, մի փոքր երևի, արդեն էլ չես էլ ուզում ուտել։ Պիտի ուտենք, որովհետև ֆաստինգը արդեն ձեր խախտել եք գիշերվանից եկած ֆաստինգը, Բասում եք մի օր բան մի կեր։ Առավոտվա դե շոկոլադը արդեն Ընդհանրապես ոչ մի բան, դե չէ, այդ կմեռն է։ Սև սուրճ կա թեյ առանց որևիցե շաքարի։ Այո։ Իդեպ ինչ Միացյալ Նահանգներում եմ ապրում, շաքար բացարձակ չեմ օգտագործում, թե թեյի, թե սուրճի հետ եւ առհասարակ աշխատում եմ չօգտագործել, բայց ասում եմ, որ դա վատ է, շաքարը պետք է մարդուն։ Քաղցր, շոկոլադ կերեք դառը։ Դառը շոկոլադ։ Ցանկալի է դառը շոկոլադ։ Այո։ Դասընթացներ արեք։ Family-ի շրջանակներում շատ մեծ պլաններ կա իրականում։ Ոնց այդ family-ն է, մամա միշտ ընտանեկան միջավայր է տեղ, այսինքն մենք իրոք պայտակ, այսինքն հաճախորդի հետ մենք շատ անկեղծ ես զրույցներ ունենում ու family-ի շնորհիվ շատ ինձ հարազատ, այսինքն մարդիկ եմ ձեռք բերել։ Family-ը ինձ տալիս է այդ իմ շփման եզրը մարդկանց, որ տեղ է, էլի, մեր coffee shop-ը գալիս են սուրճ վերցնելու, տեղ այդ ձևի եմ շփում մարդկանց, բայց իր խորհուրդը իրականում ամենայն դեպս իմ պատկերացումների մեջ շատ ավելի խորն է, քան թե ինչ որ սովորական սրճարան կամ ինչ որ ուրիշ սրճարան։ Օրինակ ինչ խորհուրդ կարող է տալ ձեզ սովորական այցելուն։ Բիզնեսը այսօր ուր էլ որ հասել է, ինչ որ մի մասն էլ հենց այդ մեր սրտացավ հայեր, մեր հիմնականում, այսինքն ասել են, այս ձևի կարող է անեք, կամ այս մի բանը փորձել եք, կամ ու դա շատ կարևոր է։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ինչ կապված է մեր այս դարի ճարիքի հետ, որը դուք վստահ եմ չեք ասի ճարիք, ես եւս, որովհետեւ այն մեզ շատ է օգնում, կրկնվում եմ ամեն ծրագրի ժամանակ թերևս, բայց դա այդպես է։
Որքանով օգնեց ձեզ ձեր Instagram-յան edge-ը ու բոլոր այն տիրույթները, որտեղ որ դուք կաք ու ներկայացնում եք ձեր բիզնեսը։ Շատ մեծ դեր ունի, շատ բիզնես աճել է Instagram-ի շնորհիվ, որը որ սկզբում հենց չէինք վարում Instagram, նոր էինք սկսել։ Բա մի քանի ամիս չէինք վարում, կինս Լեյլան շատ ասում էր որ պետք է անպայման վարենք ու սկսեցինք զբաղվել ու social media-ները շատ մեծ կարևորություն ունեն, մանավանդ սկսնակ բիզնեսների, սերվիս բիզնեսների հետ, այսինքն կապված։ Իսկ առաքում ունեք։ Առաքում հիմա արդեն ունենք Glendale-ի, այո, մեր location-ից, կարող եք։ Որ տեխնոլոգիաներից եք օգտվում։ Մենք օգտվում ենք Toast-ից, մեր բոլոր location-ները Toast-ով են, շատ լավ բան ասացիք, հենց օրինակ մեր թրաքը առաջիններից, իսկ թվում է իմ տեսած առաջի թրակն է, որ ուներ այդ self-ordering screen-ը, այդ էկրանը, որ մարդիկ order են անում, հա, իրանք են order անում ու մյուս պատանից տալիս ենք իրանց order-ը, մեր բոլոր 3 թրակներն, այսինքն location-ներն հիմա այդ համակարգով են աշխատում։ Delivery-ն ինքը բոլոր հարթակների հետ պլանավորում ենք աշխատել, նաև գիտեմ, որ menu.am.com, okay։ Միասին menu.am.com նոր հարթակ է, չէ։ Orders.com, այո։ Համագործակցությունը շատ կարևոր է, ինչպես նաև մեր բոլորիս ամենօրյա կյանքում մեր ինքներս մեզ հետ պիտի համագործակցենք մնացած մարդկանց հետ, բիզնեսների մեջ էլ անհնար է առանց դրա էլի cooperation, այդպես անգլերեն տեսել շատ եմ։ Իսկ ինչպես եք վերաբերվում համագործակցությունը հայտնի փոքր-ինչ հանրության մեջ հայտնի մարդկանց հետ, որովհետև ես էլի հյուրեր ունեցել եմ, ովքեր անուններ են տվել եւ հայկական, ովքեր անուններ են տվել թե մեր հայերից, թե արտասահմանյան շուկան ներկայացնող հայտնի մարդկանցից, ովքեր գնացել են այդտեղ, օգտվել են այդ բիզնեսից, իրենց ծառայություններից ու բիզնեսը աճել է։ Իհարկե, ու էլի PR, հա, շատ մեծ նշանակություն ունի, 2 ձեռով միշտ կողմենք, ինչ որ հնարավորություն կլինի համագործակցելու, իհարկե բոլորս էլ ուզում ենք մեծ անունների հետ։ Այս պահին, որ արդեն համագործակցել ենք, կարող ասեմ Լակման շատ մեծ նշանակություն ունի մեր համար։ Woodbury University here in Burbank։ Համագործակցել ենք BMW Sherman Oaks, համագործակցել ենք Չէ, դուք խոսում եք ընկերությունների մասին։ Այ հիմա կա մեկը, ում դուք օրինակ կդիմեիք, ու կասեիք, ձեր հյուրն ա եղել։ Ով է։ Էդգարին։ Հայ իվենթի Էդգարը։ Այդքար ջան, մենք օրգանիկ կաֆի, սմուդի, ասայի բոլ, շատ բարձր մակարդակի քեթչինգներ ենք կազմակերպում։ Մենք մի փոքր խոսակցություն ունեցել ենք Էդգարի հետ, արդեն ես էլի եմ իրան դիմել մեր նոր սկսնակ օրերը, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր կոնցեպտը։ Մեծ հաճույքով։ Էդգար լսեցի՞ր։ Let's cooperate։ Մերին միջնորդ կլինի մեր Ես միջնորդում եմ, այո։ Համագործակցությանը։ Եթե նույնիսկ մեր հյուրերից կամ մեզ դիտողներից մեկը որոշի ցանկություն հայտնի համագործակցել Orders.co-ի հետ եւ զանգահարելու դեպքում տա իմ անունը, որ իմ միջոցով է, հա, այս սրա մասին իմացել եւ համագործակցությունը սկսել է իմ միջոցով, ապա կարծեմ 50 թե 40% զեղչ։ Wow. Կլինի, այո։ That's a lot of discount to just mention Mary and get 40% off. 40 թե 50, լավ, 50 ասենք։ Հետո ինձ կարող է գործից հանեն, բայց լավ։ Մի խոսքով, իսկապես Ձեր հաղորդման շրջանակներում նաև կուզեմ մեր հայ ժողովրդին դիմեմ, մեր հայությանը Լոս Անջելեսի։ Խնդրեմ։ Այո, մենք այս պահին, ինչքան է որ զարմանալի է, շատ ավելի շատ աշխատել ենք տարազգի ժողովրդի հետ, մեզի հայր են արել հիմնականում այլ ազգի, այսինքն մարդիկ եւ կազմակերպություններ, մենք շատ մեծ հաճույքով կսպասարկենք ձեր օրինակ gender party-ները парքերում մարդիկ շատ կազմակերպում են Հեսա դրանից է կարանք խոսենք brand park-ը մեր մեջ նշանակություն ունեցել մենք բավականին մի քանի ամիսներ էլ brand park-ում ենք եղել Այ այդ park-ի մասին էր խոսքը որ ասացի պաղպաղակի track-ը որ գալիս էր
Հա, պահպակի թրաքը միշտ այնտեղ, հա, իմացա որ Այդ ձայնը, այդ էլ է շատ կարևոր։ Սովետական երաժշտությունները։ Այո, երեխաները միանգամից թեքվում են ու ասում են «Mama, ice cream»։ Yes, they are very good friends. We did couple jobs together with them. Հիմա պիտի ծնողները ձեր դեպքում պատտվեն նայեն իրար, ասեն «Coffee is here»։ Coffee is here, yes. Մեղր ինչպես որոշեցիք սարքել։ Մեղրը մեր ընտանիքում 77 թվականից զբաղվում են մեղվաբուծությամբ, սկսած իմ մորական կողմի պապիկից եւ ես մեծացել եմ դրա մեջ, էլի շատ սարում եմ ժամանակ անցկացրել այդ մեղուների մեջ, որ ամեն ամառ սար են տանում մեղուներին, չէ, հետո հետ են բերում մեր Էջմիածնի Արաքս գյուղում են իրանք հիմնականում գտնվում ու ինձ շատ ձգել է, միշտ սիրել եմ, ստեղ որոշեցի, որովհետեւ ստեղ ես հիմա ապրում Գրանադա Հիլսում ու շատ սիրուն ծաղիկներ ունենք, շատ լավ բուսականություն ունենք, հենց մեղրատու բույսեր ունենք, բավականին մոտ է, այսինքն այդ վայրի տարածքներին մեր տանը, սարի վրա է գտնվում, մի կիլոմետրից սկսում է արդեն վայրի բնություն։ Մեղուն մինչև 5 կիլոմետր, այսինքն շրջակայքում եթե կա ծաղիկներ, ինքը կարա տեղից լավ մեղր բերի։ Ես նաև Հայաստանը, պապիկիս այդ ամեն ինչը շատ կարոտած ու ինքս շատ սիրում եմ էլի մեղրը, մեղվաբուծություն, մեղուների էներգիան ինքը շատ այդ տան ունենալը իմ համար Ուրիշ մի աշխարհ։ Ուրիշ մի աշխարհ, հա, ու սկսան երեք հենց family-ի հետ, family-ի սկսման օրերից էր 22 թվականից բերեցի իմ առաջի փեթակը, տեղադրեցի, դառա ասոցիացիայի անդամ, Los Angeles County Beekeepers Association-ի անդամ եմ ու հետո արդեն երկրորդ, երրորդ, հիմա 4 պետակ ունեմ, որոնցից ստանում եմ մոտավոր 100 կիլոգրամ մեղր ամեն տարի։ Բավականին շատ։ Լրիվ ընկերներին, ընտանիքի համար, նաև մենք ունենք վաճառքի համար արդեն մեր Glendale-ի location-ից, այո, կարող եք ձեռք բերել խառը ծաղիկների մեղր երբեք ինչ-որ process չեղած, չտաքացված, ինչ-որ, հա։ Բայց այս մեղուները հայ չեն։ Մեղուները իտալացի են։ Իտալական breakfast տեսակի մեղուներն են։ Իրանք հարմար են, այսինքն մեղվաբուծության համար gentle bees, որ կծում են, շատ ագրեսիվ չեն, չնայած մեկ լավ էլ կծում են։ Բայց հա։ Ունեք այդ շորերը։ Հա, հատուկ որ հագնում եք։ Շորերը անպայման։ Օրինակ դուք ճանաչում եք մայր մեղվին։ Հա, իհարկե, մայր մեղուն ճանաչում ենք, մայր մեղու հետ դուքով ենք խոսում։ Մայր մեղուն դա այդ փեթակի Ես գիտեմ որ ամեն ինչ իր շուրջն է պատտվում, ինքը Անկարծ Աստվածյանի այդ փեթակի, այսինքն մայրը սատկում է, փեթակը 20 օր կյանք ունի, էլ թազասերուն դուրս չի գալի։ Այս տարիքում այսքան բանի հասած ում ես շնորհակալ։ Մորս մեջ էլ եմ տենում իհարկե իմ Աստված, իմ պապան հրեշտակն է, շնորհակալ եմ մեր ծնողներին, իհարկե պիտի շնորհակալ լինենք։ Ու ես շնորհակալ եմ շատ Աստծո կարակ ասենք, կարանք արարիչ ասենք, ես creator եմ սիրում ասել, universal եմ սիրում ասել, տեզերքին էլ, այսինքն այս ամբողջ իրականությանը, որի մի մասն ենք մենք եւ ինքն, նաեւ մենք ենք իր մի մասը եւ ինքն է մեր։ Իմ ֆիլիսոփայության մեջ մի քիչ կա, որ այս պահից բացի մենք ոչինչ չունենք, այսինքն ինչ էլ ունենք, սկսում եւ վերջանում է այս պահի մեջ։ Այո, որովհետեւ երեկը դա անցյալ է, վաղը դա անորոշ է, իսկ այսօրը դա ներկան է։ Այն է ինչ մենք ունենք։ Պահեք ու պահպանեք այսօրը, վայելեք ամեն օրը։ Enjoy it and don't forget to have fun. Most important. Ես շատ եմ սիրում մտածել մեկ ինքս իմ մեջ, հա, մտքերով բան, բայց վերջում միշտ ինձ հիշացնում եմ, որ at the end of the day, don't forget to just drop all of the techniques, all of the thoughts, ideas, plans, and just be free. Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։
Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Օրինակ դուք ինչից եք ոգեշնչվում, ինչ մուսա ունեք։ Իմ մուսան այդ խաղաղության զգացումն է, որ ես ինքս իմ հետ, այսինքն խաղաղ եմ, peaceful եմ, I have that peace of mind։ Այդ ժամանակ գալիս է իմ մուսան, ու ես կարամ ստեղծագործեմ, հա, բիզնեսն է, ստեղծագործություն է, չէ, այդ ուղղությամբ աշխատեմ, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնեմ, հենց այդ նոր բացված ծաղիկը նկատեմ մեր դռան կողքի, չէ, այդ իմ համար մուսան է, որը գալիս է սկսվում է իմ խաղաղ լինելուց, իմ համար ես ինքս ինձ հետ, որ զգամ ներդաշնակ ու խաղաղ, ես պիտի հասկանամ, որ ֆիզիկական, մտավոր, հոգևոր եւ էմոցիոնալ այդ 4 ուղղություններով իմ անձը առաջընթաց ունի ամենօրյա կյանքում, daily basis։ Եթե դրանք էլ ավելի բացեմ, կարամ ասեմ, որ ֆիզիկական այդ իմ համար սպորտով զբաղվելն է, լավ քուն ունենալն է, քնել, զարթնել, չէ, լավ սնունդ ու օրգանիկ սնունդ, այն սնունդ, որ քեզ էներգիա տալի, արևի տակ, ասենք լավ է դա արևի լույսը ստանալն է։ Vitamin D, yes, էմոցիոնալ այդ իմ համար, որ ես այդ իմ ընտանիքն եմ, երեխեքն են, Լեյլան է, մայրս, քույրս, աղբերս, family-ը, այդ ինձի այդ բոլորը լավ են, փառքաստու առողջ են, այդ ինձի տալիս է այդ սրտի, հա, էմոցիոնալ այդ հանգստությունս գիտեմ այդ ուղղությամբ ամեն ինչ լավ է Սերժի մոտ, այս անձի մոտ, հա։ Մտավոր ես Էսպանիայից բիզնեսմեն եմ համարում։ Մտավոր հաջողությունը մի քիչ կարանք նայենք այդ ֆինանսական հաջողությունն այս պայմանին համար։ Ես ունեմ մեծ նպատակներ ունեմ, չեմ վախում դրանից խոսամ։ Խոսքը ուժ ունի, խոսեք։ Խոսքը ուժ ունի, այո, ու ես գիտեմ, թե ինչքան լավ նպատակների այդ ամեն ինչ ծառայելու, ես դրա համար շատ սիրում եմ իմ ֆինանսները ու մեծ նպատակներ ունեմ ու վստահ եմ, որ հասնելու եմ։ I want to make $1 billion. Yes, I already made $1 million. First generation in my Հայերեն ասեք այդքանը։ Հայերեն մի քիչ Շատ սիրուն է մեր լեզուն, այո։ Ես կուզեմ օրինակ ֆինանսական առումով նպատակ ունեմ $1 միլիարդ սարքելու։ Տեսեք ոնց է հնչում $1 միլիարդ։ $1 միլիարդ, այո։ Չեմ կարծում, որ coffee industry-ն հենց կլինի straight, այսինքն մի անգամից դա գնալու ճանապարհ է, բայց ես բաց եմ, տարբեր ձևի նայում եմ, շատ կլինի։ Ես պատկերացնում եմ նաև վերջնական, այսինքն պատկերը ու դա միշտ ոնց որ այդ ուղղությամբ աշխատելու համար էներգիա տալի, այդ կրակը վառապահում, հա։ Yes։ Եվ հոգևոր առումով, հոգևոր ես շատ այդ ամեն ինչը, այսինքն հասկանալուց, գնահատելուց հետո սիրում եմ, որ այդ կարողանաս այդ այսինքն կպչուն մտքեր չունենաս, այդ overthinking-ներ չանես, էլի։ Because վերջո, այսինքն մենք մենակ եկել ենք, հա, առանց ոչ մի բան էս աշխարհը տենց էլ գնալու ենք, ինչ էլ այս ընթացքում, հա, այս կյանքում ձեռք ենք բերում, բանենք, դա արդեն ձեռք բերում է, դաժե այն մեր սխալները, դաժե այդ մեր այսինքն այդ ups and downs, որ ամեն մարդ ունենում է իր կյանքում, հա, այդ վերելքներն ու վայրեջքները, այո, դա էլի մենք ձեռքբերումներ ա։ Տրտանց ուզում եմ, որպեսզի ձեր նման տղաները, երիտասարդները շենացնեն մեր երկիրը։ Գնան Արաքս գյուղ, այնտեղ ստեղծեն մեղվապահության մեծ, այսպես, չգիտեմ ինչ են ասում դրան, տեղ, գործարան, աշխատուժ։ Իհարկե, ես ինչքան էլ որ մի քիչ գլոբալ եմ մտածում, այդքան նացիոնալիզմ, այսինքն տարված չեմ, բայց էլի ամեն մարդու, այսինքն ներսում վստահ եմ կա, ես իմ երկիրն, այդ իմ պարկն է, ես շատ այդ ուղղությամբ մտածում եմ, այստեղ անդամ եմ Veterans of Armenia VOA non-profit organization-ի, որը որ շատ մեծ ու կարևոր գործ անում Հայաստանի համար,
մանավանդ այս վերջի մի քանի չարիք այդ ժամանակներ ու դեպքերից դուժած այդ լավ սերնդի տղերքի համար Ես շատ ուրախ եմ, որ փաստորեն քեզ նման լավ երիտասարդներ էլի կան, շատ են ու քո ընկերներն են ու միասին դուք ավելի հզոր եք ու ուժեղ։ Շնորհակալություն, որ այսօր իմ հյուրն էիր։ շնորհակալություն ձեզ նույնպես Մեզ կարող եք դիտել YouTube-ում, եթե իհարկե չեք հասցրել դիտել նախորդ էպիզոդները, ապա անպայման ուղղեք ձեր սխալը, ես Մերի Մակարյանն եմ, կհանդիպենք, լավ եղեք։